իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար Հա ու կալանքի միջնորդություն է ներկայացրել։ Ես ուզում հասկանամ, որն էր իշխանություն զավթելու հրապարակային կոչը։ Վերջին նախադասությունը։ Որ եթե քաղաքական ուժերը օրինակ չկարողանան ներկայացնել, մենք մեր Դե գիտեք, հասկացա, բայց դրա մեջ արդյոք իշխանության զավթելու կոչ կար, արդյոք դրա մեջ սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Հիմա իշխանություն ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ասում են պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է տանջվում տառապում է, դա նշանակում է, որ ես իշխանազավթման կոչ եմ անում։ Պարոն Խաչատրյան, նախ դուք ինչպես եք մեկնաբանում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է թքած ունեմ հեծի վրա, դա արդյոք Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը ունի իր մամուլի խոսնակը եւ մամուլի խոսնակը ներկայացուցիչ չկարող է մեկնաբանել։ Չեմ կարող 3 միլիոն մեր հայրենակիցների արտահայտությունը մեկնաբանել, բայց կարծում եմ Սա վիրավորական չէ, բայց աշխատակիցների նկատմամբ։ Բայց կարծում եմ, որ համատեքստը լրիվ այլ բանի մասին էր, այսինքն ինչ չեք կարող լրացնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով։ Եվ որ կնկաձև կա բովանդակություն, կարծում եմ բովանդակությունն ավելի կարևոր է։ Եվ որ նշում է մեր ձևով, հա, դա դուք ինչ եք կարծում, որը կարող է լինել պարոն Կարապետյանի կողմից։ Ես կարծում եմ պարոն Կարապետյան այդ հարցին պետք է պատասխանելու հնարավորություն տրվի։ Ես հույս ունեմ ինձ բազմաթիվ բաներ են հետաքրքրում, բայց քանի դեռ հետաքրքրասիրությունս բավարարված չի, հարցին պատասխանել չեմ կարող, այսինքն դուք ասում եք ինքը ինչ է մտածում։ Ես հետը չեմ խոսել եւ հետեւաբար չեմ կարող պատասխանել։ Դա ուժային գործողություն կարող է լինել։ Խոսեք պարոն Կարապետյանի հետ, ես ինչ իմանամ ինքը ինչի նկատի ունեցել։ Ես չեմ գոռում, դուք որտեվ հարցից երրորդ անգամ եմ պատասխանում մի հարցին։ Պարոն Կարապետյանը ինքը կարող է պատասխանել իր հարցերի համար։ Պարոն Խաչատրյան, եթե մինչև այս պահը դուք ասում եք որևէ Հայաստանում որևէ օրենսդրական հիմք չկա։ Իդեպ ներողություն նախորդ հարցերից մեկին միջպետական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ ես կարծում եմ պետք է Հայաստանի իշխանությունները օրինակ վերցնեն այլ երկրներից, մասնավորապես այս պարագայում Ռուսաստանին, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է անազատության մեջ, նա դեմ քրեական վարույթ են սկսում, ապա պետության պարտավորությունն է իր քաղաքացու անվտանգության մասին հոգալը։ Եվ պարոն Խաչատրյան, եթե հիմա չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը կտա գնալ այդպիսի քայլի, ինչ-որ բիզնես պետականացնել, սա արդյոք նշանակում է, որ մինչև այս բանը Նիկոլ Փաշինյանի եղած արված գրառումներն ու հայտարարությունները դրանք նաև իր կարգավիճակից չբխող կամ կարգավիճակին հակասող եւ ոչ օրինական գործողություն։ Գիտեք, իր կարգավիճակը բնորոշում է սրան, իր կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա։ Ինքը հակառակն է անում, հերթական անգամ պառակտում է հասարակությունը երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար։ Չմոռանանք, որ թե 20 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Քովիդով, թե 23 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Գազայով, թշնամին ներխուժեց Արցախյան Հանրապետություն, օգտվելով այդ աշխարհի այլ հարցերով սևեռված լինելուց։ Այսինքն կա ռեալ ռիսկ, իսկ ինչ ենք մենք տեսնում ենք հերթական հարձակումը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումը բոլոր նրանց վրա, ովքեր աջակցում են եկեղեցին։ Խաչատրյան, իր գրառումները, իր հայտարարությունները, իր պնդումները, որ պետք է անենք, սա եւ վերջ առանց մեխանիզմների, այս սա ինչպես կբնորոշեք։ Դե քաղաքական խնդիր է դնում, հետո տակը մի բան կմտցնի, հետո երկարում ինչ ճիշտ չեք հասկացում։ Օրինականության հետ կապված խնդիրներ։ Ես կարծում եմ այդ կոչերը, իշխանազանցության կոչերը եւ իրավապահ մարմինները պետք է դրան արձագանքեն։ Մասնավորապես եկեղեցու նկատմամբ, դա իսկ համանդրական լիազորություններից չբխած գործառույթները, չբխող գործառույթները։ Այս պահին առնվազն։ Այս պահի դրությամբ ես ելի եմ ասում, չկա օրենսդրական հիմք, բացեք օրենսգիրքը։ Խնդիրն ուրիշ է, եթե կա պայմանագիր, այդ պայմանագիր վստահ եմ կա պայմանագիր։ Վստահ եմ այդ պայմանագրով կա կողմերի իրավունքները ու պարտավորությունները։
եւ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմաններողություն պայմանագիրն է այն շրջանակը, որտեղ պետք է բաժնետիրոջ, այսինքն օպերատորի եւ պետության միջև վեճերը լուծվեն։ Կարծում եմ դա բավականաչափ երկար process է, արբիտրաժը ենթադրում եւ այլն։ Եվ իսկ ինչ անում Հայաստան դաշինքը Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները եւ առհասարակ բոլոր տեսակի գործողությունները, որոնք իր բնորոշմամբ նկատի ունեն ձեր դիմության բնորոշմամբ ապազգային են չեն բխում պետության շահից հեռացնելու։ Բացի հայտարարություն տարածելուց իհարկե եւ մեկը 2026-ի ընտրություններին սպասելուց։ Թույլ կտակ ձեր հարցը լրացնեմ, պարոն Խաչատրյան, օրերս տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կառույցի գերագույն հավաքը, այո, եւ հայտարարություն եք տարածել, որում մասնավորապես նշված է, որ գործող վարչախումբը իր քաղաքականությամբ համայն ես տեղակ եմ հայտարարություն։ Նաեւ այդ հայտարարության մեջ նշել եք, որ Հայաստանի ես տեղակ եմ հայտարարությանը շարունակելու ազգային դիմադրության պայքարի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների եւ ինքնիշխանության վերահաստատման խնդրում եմ մեկնաբանեք ինչ նկատի ունեք Ես կարծում եմ, որ դրանից ասկոչ թե կարծեմ, դրանից պատասխանում դեր հարց։ Դրանից անմիջապես հետո Հայաստանի կառույցի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բավականին ընդարձակ ամուլի ասուլիս է տվել եւ բոլոր այդ հարցերին անդրադարձել է։ Ձեր հարցերի պատասխանը Հայաստան դաշինքը չի փոխվել, չի շեղվել իր ուղուց, չի փոխել իր նպատակը, ինչ է անում է բոլորի աչքի առաջ։ Ինչ անում, ինձ դա բան չի անում։ Ով ասես բան չի անում։ Իսկ ինչ բան անելը որն է։ Ինչ կոնկրետ գործողություն է կարել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանում։ Նույնիսկ մեկ ձևաթղթ կարողանում ստորագրություններ։ Մենք կարողանում ենք անել ցանկացած բան, ինչի նպատակարարությունը տեսնում ենք։ Հաստատ նպատակահարմար չեք դրել։ Որ ձևաթղթի տակ։ Պատիվ ունեմ, որևէ բան։ Պատիվ ունեմա որևէ ձևաթուղթ չի ներկայացրել, եւ եթե պատիվ ունեմա խնդիր ունի, կարծեմ պատիվ ունեմի առաջ Հայաստան խմբակցության դռները բացեն եւ ցանկացած տարաձայնություն կարող է լուծվել։ Ասեք կոնկրետ ինչ քայլ է կարել։ Այնց հիմա մասնակցել եւ խոսել դրամաբարկային քաղաքականությունը չի առնչվում բյուջեին, դա ֆիսկալ քաղաքականության տիրույթում է գտնվում։ Իսկ հիմա որ եկաք այստեղ հարց տվեցիք, դրանով Նիկոլ Փաշինյանը կհետանա։ Իսկ խորհրդանական պայքարը չի ենթադրում նաեւ հարց ու պատասխան եւ ելույթներ։ Խորհրդը ոնց թե չէ, խորհրդանը բոքսի ռինգ չէ։ Նիկոլ Փաշինյանին նման տեղեկություններ ունեմ, որ սկի կառավարության անդամներին հարց ու պատասխանի հնարավորություն այս քարորիայում շատ կա, ինչ որոշում կկայացվի, կտեսնենք, բայց նաև հարց եք տվել, 4.5 տարի կներեք սփայլակ, իսկ բոլոր փողոցային շարժումները ովքեր են կազմակերպվել, չէ դու ասում ես այլ են թե չեն արել, այսինքն մասնակիցները, շարժիչ ուժը մենք ենք եղել, մենք ենք աջակցել, մարդկանց մեծամասնությունը ովքեր ենթարկվել են բռնության, ֆիզիկական, հոգեբանական, մարդիկ ում նկատմամբ քրեական եւ վարչական գործեր են արվել, ովքեր են եղել։ Եվ հիմա այս ամեն ինչից հետո ուրանալ եւ ասել ոչինչ չանել, ներողություն եմ խնդրում, առնվազն քաղաքականություն է նշանակում։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր կուսակիցների նկատմամբ, Հայաստան խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների հալածանքները դադարել են, թե չէ։ Որովհետև փողոցային պայքարը ինքնանպատակ չի։ Ցանկացած գործողություն պետք է միտված լինի նպատակին եւ իրատեսական գնահատականից ելնելով։ Նպատակը դա է իհարկե, բայց դու պետք է նայես կոնկրետ այս քայլը, որ անում եմ, ինքը կբերի այսօր այն թիրախային արդյունքին, որը դու ակնկալում ես։ Պատճառն այն է, պարոն Խաչատրյան, որ գիտեք, որ չունեք բավարար